Եկել ենք Maison du Monde բազմոց գնելու։ Գնանք տեսնենք ինչ տեսականի կա։ Զարդերի համար շատ հարմար բան է։ Բերակեչ նայած սա երևի թե փաստաթղթերի համար է, բայց գրադարանային բան հիշացվեց ինձ, գրադարաններում այսպես էր, չէ, թե քարտերի պահարանները։ Հիմա դե օնլայն է թվայնացված է, բայց նախկինում այսպես էր, չհետաքրքիր է։ Սա էլ է նմանատիպ բան ինչ-որ դա սունդուկահարով և աշիկ, բայց լավն է։ Հետաքրքիր բաներ կան ամեն դեպքում։ Ու ինչ ծանր է, իսկական բան է, կոճղ 70 եվրո։ Հայլիները ինչ շքեր են։ Մեր տան հայլինել ենք այստեղից աղել, հեսա մեր հայլիից, ամենավերջինը։ Այս հայլիից։ Ամառանոցի կահույք։ Բազմազան են լամպերը։ Պրովանսի սթայլ է։ Կանֆորամայում ենք հիմա։ Զեղչվել է 800-ից 600։
միջանցքի համար շատ հարմար է։ Սա էլ արժեքը 300 եվրո։ Ենք տարեկուի չարաճճին լավ ես կեզ ես կոմբուտ արդեն լավ ես այդ պուճունի այդ պստելի բժիշկը կտրեց եղուններդ դեղը թմացրեց Դե իմ սիրելիներս արդեն տանն ենք, եկեք ձեզ ցույց տամ, որ բազմոցն ենք ընտրել։ Ընտրել ենք ահա այս բեժ երանգի բազմոցը, որը միջին չափսի է, ոչ շատ մեծ է, ոչ էլ փոքր։ Եվ ինչով է առանձնահատուկ բեժային երանգի բազմոցները, որ ցանկացած գույնի բարձրով կարելի է ստանալ այլ պատկեր, բեժը կհանդիսանա ֆոն, իսկ վառ գույնի բարձրով կարելի է փոփոխել ըստ տրամադրության, օրինակ խաք կանաչ գույնի բարձրով կամ նարնջագույն ավելի վառ գույների մեջ այդ երանգների մեջ բարձրով լրիվ ուրիշ ինտերիեր կստացվի։ Նաև վարակույրների հետ կարելի է համադրել այդ բարձերը տարբեր գույների, տարբեր նախշազարդերի, էթնիկ կամ չգիտեմ ով ինչպես է սիրում։ Ես գերադասում եմ միատոն բարձր։ Ընդհանրապես ինտերիերի տեքստիլը գերադասում եմ միատոն լինի վարակույրներ, թե սրբիչներ, ավելի հարուստ տեսք է հաղորդում ինտերիերին։ Ես ունեմ ահա այսպիսի բեժային երանգի այլ բարձր, փափուկ, որոնք էլի կարելի է օգտագործել հարմարավետ նստելու կամ պարկելու համար, բայց բեժը բեժի հետ տաք ու սաղը երանգներով այդքան էլ լավ չի նայվում, ինչպես տեսնում եք։ Ես ընթացքում այս բազմոցը կհամալրեմ այլ ավելի վառ երանգների բարձրով, կնախընտրեմ երևի խաք կանաչ գույնի կայով բարձր, ճիշտն ասած բազմոցը ես ուզում էի ընտրել կամ խաք կանաչ կամ բեժ ֆոնով, բայց գերադասեցի բեժը, մտածելով, որ խաք կանաչ գույնից հնարավոր է շատ շուտ հոգնեմ, եւ եթե ուզում եմ խաք կանաչ գույնի ինչ-որ բան, կարող եմ բարձրով փոխարինել, եթե 3 հատ մեծ բարձ տեղադրեմ այստեղ խաք կանաչ երանգով, կստացվի, որ բազմոցը կունենա երկտոն գունային գամա եւ հաճախակի կփոփոխեմ, երբ որ ձանձրանամ եւ այդպես ավելի արդյունավետ կլինի իմ կատարած գնումը։ Բացվում է եւ 2 հոգի կարող է վրան քնել։ Կտորը եկեք մոտիկից ցույց տամ, ահա այսպիսի կտոր է։ Փափուկ է շատ ու ձիգ, կոմֆորտ է նստելու համար, մեջքդ անմիջապես կարող ես հենել, հետ չես ընկնում։ Կան չէ բազմոցներ, որոնք ասենց պետք է անպայման բարձրով հենվես կամ շատ հետ գնաս, շատ կոմֆորտ է։ Ահա այսպես բարձերը դուրս են գալիս։ Բացի այս 3 մեծ հիմնական բարձերը ունի փոքրիկ կլոր բարձեր որպես բոնուս։ Դե այստեղից էլ ահա բացվում է։ Մի խոսքով մեր առջև դրված առաջադրանքը համարում եմ կատարված։ Մենք որոշել էինք գնել բեժային երանգի բազմոց, արդեն հոգնել էինք մոխրագույն երանգներից եւ ավելի կոմպակտ չափսերի, ոչ շատ մեծ, ոչ շատ փոքր եւ միևնույն ժամանակ
եթե հյուրեր ունենանք, կարող են հանգրվանել այս բազմոցի վրա, 2 տեղանի է, շատ հարմար է, վետ է, գնեցինք Կանֆորամայից, արժեքը չեմ հիշում, մոտ 700 եվրոյի կարգի էր, այստեղ կտեղադրեմ, կպոստեմ բազմոցի արժեքը, ում որ հետաքրքիր է կարող եք գնել, իսկապես արժեր այս գնումը մեր կատարած, դե ինչ եկեք միասին սրճենք, պատրաստել եմ կապուչինո, դուք էլ պատրաստեք ձեզ սուրճի տարբերակը եւ եկեք արդեն միասին սրճենք։ Իմիջայլոց, սա խազ չէ, սա իմիտացիա է, հատուկ են այդպես արել այս սեղանը, անտիկ հին ոչ հաղորդելու նպատակով, տեղ-տեղ այսպիսի գծեր է արված, որպեսզի հաղորդի հնաոճ փայտի տեսք։ Գունային գամման համապատասխանում է բազմոցի հետ։ Պատվիրել եմ այս կտորից աթոռներ նույնպես, հենց ստանանք ցույց կտամ ձեզ անպայման։ Ենք մեր նոր բազմոցը ու մի գավաթ սուրճը։ Կապուչինոյի այս տարբերակը շատ համեղ է։ Տեսեք ով է եկել այստեղ։ Ես ում սիրուն նապաստակն է եկել այստեղ, տեսեք ով է եկել այստեղ։ Ուչ ուջուրիկս, սիրունիկս։ Հələ նայեք ցածկեց բազմոցին, չի կարելի, ես քեզ ասել եմ այստեղ չցածկես։ Ասել եմ թե չէ, հետ թղի։ Լավ, եկեք չշեղվենք ու նայենք սրանք։ Ուրեմն լոգարանի համար մի քանի աքսեսուարներ եմ գնել, պարզապես թարմացնելու համար նախկիները կգցեմ եւ այս նորերը կտեղադրեմ, փոքրիկ աքսեսուարներ են, փոքրիկ դետալներ, որոնք կոկիկություն են հաղորդում լոգարանին։ Ուրեմն փոքրիկ օրգանայզեր լոգարանի համար կարելի է տեղադրել մանր-մունր բաներ, օրինակ ձեռքի կրեմ, փոքրիկ օծանելիք, մանր-մունր մկրատներ, խախոց, պինցետ, որոնք ավելորդ ուշադրություն չեն գրավի, ինչպես նաև այստեղ այս օրգանայզերում կարելի է տեղադրել ատամի մածուկը, խոզանակները, մենակ այսպես, այստեղ կարելի է տեղադրել մածուկը կամ այստեղ եւ տարբերություն չկա, հիմա սա էլ բացեմ։ Հեղուկ օճառի աման, որը նույնպես կարելի է տեղադրել ինչպես այստեղ, այնպես էլ թեկուս դրսի հատվածում, այստեղ տեղադրելով մի քանի ատամի մածուկներ, բայց կարծում եմ այսպես ավելի գեղեցիկ է, այստեղ էլ կտեղավորվի մեկ ատամի մածուկ։ Այստեղ արդեն տեղադրել եմ ականջի չոփերը, վերևից լցնում ես, այս տակի հատվածից օգտվում ես, ինչ եմ ուզում ասել սիրելիներ, ես երբեք ինտերիերում լինի դա լոգարան թե խոհանոց, այսպիսի տուփեր չեմ պահում գրած, պարտադիր բոլորը պետք է լինի այսպիսի տարաներ կամ նմանատիպ, որովհետև կհամաձայնեք ինձ հետ, որ գրած բոլոր այսպիսի կարտոնից կամ պլաստիկից տուփերը շատ հասարակացնում են ու տգեղացնում մեր ինտերիերը։ Նայեք ինչ օրգանայզեր է, սա էլ նախատեսված է ուրեմն լվացքի կապսուլաները այստեղ լցնելու նպատակով, որպեսզի դարձյալ կոկիկ տեսք ունենա մեր լոգարանը։ Ահա, ինչպես օրինակ տվյալ դեպքում այս կապսուլաները լվացքի, այս երկուսը չգիտեմ կտեղավորվեն թե ոչ այստեղ, կարծում եմ պիտի որ տեղավորվեն, հա։ Հիմա միասին դա կանենք կամ կադրից դուրս ես կանեմ ու կփորձենք, տեսնենք այս երկուսը 48 հատանոց է յուրաքանչյուրը, տեսնենք քանի կապսուլա կտեղավորվի, ինչ ես պայքարում գուպի, ինչ ես պայքարում դու, իմ նապաստակ, ինչ ես պայքարում, ախ դու խշխշոտ լսեցիր, խշխշոտ, ես էլ դրսից նոր եմ եկել դեռ բոթասներով եմ, ինչ ես ուզում դու, խշխշոց լսեցիր ու մոտեցար ինձ, դե հիմա ես սրանք բացեմ ու տեսնեմ ամբողջը կտեղավորվի թե ոչ այս կեյսի մեջ, էլի եկար, չի կարելի ցածկել բազմոցին, կեղտոտես իչի, ինչ ես գտե, խաղալիքներ, նայեք, եկելա որ խաղա, իչի, գուպի, իչի,
Այ դու չարաճճի իջիցած։ Սա արդեն դատարկվեց, այս մի 48 հատը ուղիղ կեսն է լցվել։ Լավ է, երկուսն էլ կտեղավորվի։ Ու նայեք ինչքան հաճելի է, որ այսպիսի գույնը զգույն, գունագեղ, գունավոր բաներ չի լինում ինտերիերում, թեկուզ լոգարանում բազիկ, սպիտակ կամ կատնագույն կամ մոխրագույն երանգների մեջ, ահա այսպիսի տարերով գունավոր բաները միշտ մեր ինտերիերը հասարակացնում են մի տեսակ։ Ավելի լավ է մշտապես ունենալ օրգանայզերներ, որոնց մեջ կարելի է լցնել հեղուկ օճառը, ամանի հեղուկը, ես նույնպես հատուկ տարաների մեջ եմ լցնում, որպեսզի այսպիսի գունավոր, գունագեղ ինչ-որ բաներ չլինեն խոհանոցում կամ լոգարանում, սա ամբողջ ինտերիերի տեսքը փչացնում է։ Միանշանակ կհամաձայնվեք իմ հետ, եւ երբ որ դիզայներներ են աշխատում բնակարաններում, առաջին բաները, որ նրանք անում են, անմիջապես հեղուկ օճառի տարան, ամանների հեղուկի տարան, բոլոր այսպես ասած համեմունքների տարաները գնում են միանման, թափանցիկ, կապ չունի ապակուց թե պլաստիկից, դա անհատապես կարող եք դուք որոշել, ապակյա տարաները մի քիչ թանկ են բնականաբար, քան պլաստիկիցը, բայց միանման, միագույն, թափանցիկ տարաները շատ ավելի գեղեցիկ են նայվում խոհանոցում թե լոգարանում, քան գույնզգույն տարբեր տեսակի այսպիսի փաթեթավորումները։ Եվ նման հասարակ մոտեցումներով դիզայներները աշխատելով բնակարանում դրա դիմաց վերցնում են գումարներ, ինչ որ ծղոտից օրգանայզերներ տեղադրելով, որպեսզի այդ շարժերները ահա այսպիսի հոսանքի այսպիսի բաները լցնում են ինչ-որ ծղոտից օրգանայզերների մեջ, զամբյուղների մեջ եւ այդպիսով կարծես բնակարանը հավաքվում է ու յուտ է ստեղծվում, երբ որ չկան այսպիսի բաներ։ Ուզում եմ ասել, որ դուք դա ինքներդ էլ կարող եք անել, պարտադիր չի դիզայներական լուծումներ, միջամտություններ լինի եւ այդպիսով ձեր բնակարանը կունենա կոկիկ, ինչպես նաև հարուստ տեսք, եթե չկան այսպիսի գունագեղ բաներ, մի տեսակ vibe լոսկը բարձրանում է բնակարանի, եթե դեռևս չեք արել, փորձեք տարբերությունը անմիջապես կզգաք սիրելիներ, գոպին տեսեք, տեղավորվել է հարմարավետ կադրի աջ անկյունով։ Ահա եւ վերջ, այստեղ տեղավորվեց 2 հատ 48 կապսուլա, այսինքն 96 կապսուլա տեղավորվեց այս կեյսի մեջ, շատ լավ է, որ այսքան տարողությունը մեծ էր։ Հիմա սրանք ես կտանեմ լոգարան, սա էլ հավաքեմ։ Ահա այսպես սիրելիներ, հերթական փոքրիկ մանրունգ դետալ, որ որոշեցի ձեր հետ կիսվել, պարզապես այս պահին էի գնել դրա համար այդ նպատակով։ Այս խանութից, Lidl խանութից, ովքեր ապրում են Եվրոպայում, ծանոթ են, գնել եմ մի քանի հիգիենայի պրոդուկտներ նույնպես, սովորական պրոդուկտներ են, կարծում եմ դուք եք գնել, պարզապես այս պահին ինչ գնել եմ, եկեք դա ցույց տամ, օճառներ, որոնցից մեկը արդեն գնացել է լոգարան, այս մեղրով, pH-ը կայուն է, շուրթը չեն հալվում այս օճառները, լավն են, այստեղ աղբի 2 փաթեթ, վանիշ, շամպուններ Marcel, այս անտիկալ պրոդուկտը, Linor, սովորական կլասիկ հոտովը, դեոդորանտ, այսա իրենց արտադրությունն է, սա Lidl-ի արտադրությունն է, սա, պես նաև այս տարաները, բոլորը այդ խանութի պատկանող արտադրության է, այդ խանութների ցանցին։ Սև հագուստների համար նախատեսված հեղուկ, եւս մեկը արդեն Ariel բրենդինը, եւ այս միջոցը անտիկալք լվացարանների եւ ծորակների համար։ Ահա այս մի քանի գնումները նույնպես այս պահի դրությամբ էր կատարված, դրա համար ցույց տվեցի ձեզ։ Կարծում եմ, որ սովորական գնումներ են, բոլորդ էլ անում եք ամենօրյա ձեր գնումները, պարզապես բոլորդ չէ, որ վլոգ եք վարում։ Իսկ ձեզ մաղթում եմ օրվա լավ շարունակություն եւ ավարտ մնացեք խաղաղությամբ, շրջապատված լինելով բարի եւ կամեցող մարդկանցով, ձեր օրը լցնելով ավելի վարդագույն գույներով, լինելով միշտ պոզիտիվ եւ ուրախ սիրելիներ, կհանդիպենք շատ շուտով հաջորդ վլոգներում։